Մեր թվարկությունից առաջ առաջին դար մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Այն տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, բայց ընդամենը մի քանի տասնամյակ անց Արտաշեսյան արքայատոհմը հեռացավ պատմության թատերաբեմից, իսկ հիմա պատկերացրեք մի այլընտրանքային պատմություն, ինչ կլիներ, եթե Արտաշեսյանները չկորցնեին գահը, ինչ կլիներ, եթե նրանք շարունակեին իշխել Հայաստանում, ինչպիսին կլիներ աշխարհն այսօր։ Արտաշեսյանների հզորության գաղտնիքը ռազմական ուժն էր և ճկուն դիվանագիտությունը։ Եթե դինաստիան շարունակվեր, մեծ Հայքը չէր վերածվի կռվախնձորի, այն չէր բաժանվի Հռոմի և Պարթևստանի միջև, Հայաստանը կպահպաներ իր կենտրոնական տարածքները, մեր երկիրը կդառնար երրորդ գերտերությունը տարածաշրջանում, Հռոմը ստիպված կլիներ հաշվի նստել մեզ հետ, մենք կլինեինք հավասարը, հավասարի հետ։ Մերձավոր Արևելքի պատմությունը կգրվեր բոլորովին այլ սցենարով։ Արտաշեսյանները հելլենիստական մշակույթի մեծագույն տարածողներն էին, Տիգրանակերտն ու Արտաշատը կդառնային համաշխարհային կենտրոններ, նրանք կլինեին Ալեքսանդրիային և Անտիոքին հավասար մեծ քաղաքներ։ Մետաքսի ճանապարհի հիմնական հանգույցները կմնային հայկական վերահսկողության տակ, դա երկրին կբերեր աներևակայելի հարստություն, սեփական դրամների տպագրությունը և ճարտարապետական թռիչքը Հայաստանը կդարձնեին հին աշխարհի գլխավոր տնտեսական շարժիչը։ Իսկ ինչ կլիներ կրոնի հետ, ինչպես գիտենք, 4-րդ դարում Հայաստանը քրիստոնեություն ընդունեց Արշակունիների օրոք, դա արվեց նաև քաղաքական դրդապատճառներով, Արտաշեսյանների հզոր և անկախ դինաստիան ավելի երկար կպահպաներ սեփական մշակույթը, մենք կպահպանեինք հայկական յուրահատուկ դիցաբանությունը, կամ էլ քրիստոնեությունն ընդունեինք շատ ավելի ուշ, դա կլիներ մեր սեփական պայմաններով, առանց ներքին մեծ ցնցումների, պատմությունը չի սիրում եթերներ, բայց մեկ բան հստակ է, Արտաշեսյանների դինաստիայի շարունակականությունը Հայաստանը կպահեր որպես աշխարհի առաջատար ուժերից մեկը, այդպես կլիներ դարեր շարունակ, իսկ դուք ինչ եք կարծում, ինչպիսին կլիներ Հայաստանն այսօր, գրեք ձեր տեսակետը մեկնաբանություններում, սեղմեք լայք և անպայման բաժանորդագրվեք Armenia History ալիքին, բաց մի թողեք նոր ու հետաքրքիր պատմական բացահայտումները։ Մինչ նոր հանդիպում,